Բարի օր, ձեզ հետ նորից Գոռն է եւ մենք շարունակում ենք ուսումնասիրել մեր սոֆտ ընկերության ատամնաբուժական կլինիկայի ծրագրի գործառույթները եւ այսօր տեսնելու ենք թե ինչպես ավելացնել նոր աշխատակից։ Աշխատակիցների ցանկը հասանելի է գործընկեր աշխատակազմ պատուհանում։ Այստեղ մենք տեսնում ենք ծրագրում գրանցված աշխատակիցների ցանկը, իսկ վերևի հատվածում գործիքների վահանակը։ Նոր աշխատակից ավելացնելու համար պետք է սեղմել նոր հրահանգը։ Բացված պատուհանի համապատասխան դաշտերում մուտք ենք անում աշխատակցի անունը, ազգանունը, հայրանունը, ապա ընտրում ենք աշխատակցի սեռը բացվող ցանկից։ Այնուհետև լրացնում ենք ծննդյան ամսաթիվը։ Այլ անվանում դաշտը օգտագործվում է որպես նշում։ Մեր աշխատակիցների ցանկը կարող է նաև կոդավորված լինել։ Օրինակ, որպես կոդ կարող է ծառայել տաբելային համարը, այլ ծրագրերի հետ ինտեգրման համար։ Սակայն կոդ դաշտը պարտադիր դաշտ չէ եւ կարող եք չլրացնել։ Հաջորդ քայլով մուտք ենք անում աշխատակցի անձնագրային տվյալները, սերիալ, ում կողմից է տրվել, երբ է տրվել, վավերը մինչև, ինչպես նաև համապատասխան դաշտում ավելացնում ենք սոցքարտի համարը եւ ազգություն։ Լրացնում ենք գրանցման հասցեն եւ բնակության հասցեն։ Մեր դեպքում գրանցման հասցեն հանդիսանում է նաև բնակության հասցեն։ Հեռախոսահամարներ դաշտի վրա սեղմելիս բացվում է համապատասխան ենթապատուհանը։ Այդ ենթապատուհանում առաջինը պետք է ընտրել հեռախոսահամարի տեսակը։ Հետո հարակից դաշտում մուտք անել հեռախոսահամարը եւ սեղմել ավելացնել կոճակը։ Մեկ աշխատակցին կարելի է գցել բազմաթիվ համարներ։ Նույն տրամաբանությամբ ավելացնում ենք աշխատակցի էլեկտրոնային հասցեն։ Էլեկտրոնային հասցեներ դաշտի վրա սեղմելիս բացվում է ենթապատուհանը, որում ընտրում ենք էլեկտրոնային հասցեի տեսակը։ Մուտք անում աշխատակցի էլեկտրոնային հասցեն եւ ավելացնել կոճակի միջոցով ավելացնում ցանկին։ Օգտագործող դաշտ ընտրելիս մենք տվյալ օգտագործողը գցում ենք տվյալ աշխատակցին։ Սա շատ հարմար գործիք է այն բժիշկների համար, ովքեր իրենք են կատարում գրանցումները ծրագրում։ Հետևաբար ծրագիրն արդեն գիտի, թե տվյալ գրանցումները ով է կատարում եւ տվյալ բժիշկն իր անուն ազգանունը այլևս չի նշի։ Վերջում սեղմում ենք պատուհանի վերջում գտնվող գրանցել կոճակը։ Աշխատակիցը կհայտնվի աշխատակիցների ցուցակում։ Այսօր այսքանը։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք մեր կայք, իսկ հարցերն ու առաջարկներն ուղղեք մեր էլեկտրոնային հասցեին։ Մաղթում եմ ձեզ հաջողակ օր։